Օսիպյանի հետ նախաձեռնության ղեկավար նպատակները կմանրամասնեք։ Ակցիան կազմակերպել են մի խումբ արցախցիների, Արցախի հասարակ քաղաքացիներ, նախկին սպաներ, գյուղագործներ եւ այլն։ Խնդիրը սոցիալական արցախցիների սոցիալական հարցերը լուծելու համար է, իսկ ճանապարհը, որը տեսնում ենք, դա Արցախից թալանած գումարների վերադարձի միջոցով։ Որ գումարների մասն է խոսքը։ Խոսքը գնում է այն ինչ որ մենք ամբողջ թալանը բնականաբար չենք կարող իմանանք, որովհետև մենք լիազորված չենք։ Բայց մենք գիտենք այդ թալանի ահռելի մի մասի փաստաթղթերով գիտենք դրա մասին, որը որ ներկայացված է դատախազություն տարիուկես առաջ, որոշ դրվագներով գործեր կա հարուցված, օդից կախված, որոշ դրվագները դեռ քննության մեջ է, ամենայն դեպս անձամբ ես եմ ներկայացել, ինձ հրավիրել են քննչականից ներկայացել եմ եւ նկարագրել եմ Արցախում խոշոր կոռուպցիային սխեմաները, ինչպես է ձևավորված։ Սամվել Շահրամանյանը եւ իդեպ իր դիմումի հիմա վրա է դատախազությունը վարույթ նախաձեռնել։ Ինչու օրինակ Հայաստանի իրավապահ մարմիններից չեք պահանջում, որ քննությունը արագ իրականացվի եւ բացվի հիմնադրամի գումարները ինչ է եղել։ Հիմնադրամի գումարները մենք գիտենք, որ գնացել է կոնկրետ ուժերի ներկայացուցիչների իմիջիալոց, ովքեր որ հենց Շախարմանյանին բերել են դրել այդ պաշտոնին։ Պարոն Օսիպյան, բայց մենք էլ տեղեկություն ունենք, պարոն Օսիպյան։ Մի վարքյան, չեմ կարծում ասում են փաստաթղթերով է։ Հիմա մի վարքյան, այդ անունները լրիվ հրապարակված է։ Մենք ստեղ հրապարակված է Վալես NGO իրանց Facebook-յան կայքեջում եւ Մարինա Պողոսյանը ստե ահռելի գործ արել, նույնիսկ քննիչների գործն արել, տարել տվել քննիչներին։ Հիմա ես ձեր հարցին չեմ պատասխանել, այդ եմ ուզում պատասխանեմ։ Ուրեմն մենք տեսել ենք, որ նաեւ արցախցիները ակցիաներ են կազմակերպել տարբեր անգամ դատախազության մոտ, բայց դե լիարժեք ուշադրության չեն արժանացել։ Այս վերջում նույնիսկ չեն դուրս եկել հետները խոսել։ Հիմա մեր պահանջը Սամվել Շախրամանյանին նա է, ուրեմն հարց համար առաջին, կամ դուրս արի ասա ոնց ես այս ժողովրդի օքսերի քաշում, կամ եթե չես կարում, ուրեմն մենք ենք քեզ ասում ինչ անես, իջնում ես դատախազություն, քանի որ հասարակ ժողովրդին չեն ընդունել, դու որպես սենց կոչված պատասխանատու իջի դատախազություն ու դատախազին այս բոլոր ժողովրդի անունից ասա, որ մեր խնդիրը նրանումն է այդ թալանած փողերի դատաիրավական process-ները արագացնեն, որպեսզի թալանածը վերադարձնեն ժողովրդին եւ արցախցիների կանոնները օգտան։ Հիմա մի վարքյան, այդ թալանողների անունը կոնկրետ է 467 միլիոն դոլարը գնացել է 48 ընտանիքի։ 48 թողեցեք ավարտեմ էլի։ Մի մնացեք։ Դե բակը մի ընդհատեք, որ հարցը տալիս է։ Ես ես հարց տվեցի, չպատասխանեցիք։ Ինչ չպատասխանեցի, ասեցի հասարակ արցախցիների գնացել են դատախազություն չի ընդունել։ Դուք գնացել եք։ Ես էլ որ պետք կլինի գնալու եմ։ Ինչ կողմ։ Չէ, գնացել եք։ Ես գնացել եմ բաները ներկայացրել եմ, հարցաքնվել եմ։ Հարցաքնվել, բայց գնացել եք, պահանջել եք, որ մի վարքյան էլի ես տեսնում եմ, ես սովորական արցախցի եմ։ Հասարակ քաղաքացի։ Ես տեսնում եմ, որ այդ քաղաքացիները գնում են դատախազություն, դատախազությունը արհամարում է։ Հիմա մենք արցախցիներով հավաքվել ենք եւ ասում են, այս ակցիայի կազմակերպիչները դա մի խումբ արցախցիներ են, որոնք որ իրանք են եկել այս պահանջը դրել, դիմել ինձ, մի ավարտեք էլի, չէ իրանք դիմել են ինձ, որ ես գամ ստեղ եւ կարողանանք այս խնդրին հասնենք, ես եւ հավաքը կարողանանք կոռեկտ վարենք։ Հիմա եթե հավարտում եմ, հիմա եթե ես տեսնում եմ, որ արցախցիները գնում են դատախազության դուռը ծեծում են, ասում են այն թալանչիների գումարները բերեք, դատախազությունը սովորական արցախցիների մերժում է։ Տրամաբանական չի, որ այդ արցախցիները եկել են ստեղ, որ դիմեն իրանց ներկայացուցին, որ ինքը թող իջնի դատախազություն եւ թող իրան պատասխանան։ Պարոն Օսիպյան, ասում են ձեր անուններ էլ կան, որոնք ասում են նաեւ հասարակ քաղաքացիների մեջ են այս ակցիայի մասնակիցների թվում էլ մարդիկ կան, որոնք ունեն փոխառություններ եւ հետ չեն վերադարձել։ Այսպիսի տեղեկություն էլ կա։ Հիմա խոսքը գնում է, ուրեմն նայեք ինչ ենք անում։ Մենք երբ որ ասում ենք կոռուպցիա, մեր համար Ասեք, պարոն Օսիպյան, այդ քաղաքացիներն ինչի չեն վերադարձնում։ Եթե ուզում եք ճիշտը իմանանք, մեր մոտ այն տպավորությունն է, որ դուք եք ինչ որտեղից ֆինանսավորվող
բաներ, լրատվականներ, որ եկել եք Էլիզուրուց ուզում եք տանեք ձեր ինչ-որ մի ուրիշ Պարոն Օսիպյան, մենք ամեն անգամ ձեզ հետ զրուցել ենք, երբեք ուղղորդում չենք ունեցել, ինչ մատ սա ժեստ է ուղղակի, սա մատ չենք տատալի, ու մեր վրա մի թելադրեք մենք ձեզ։ Հավաքից հետո բոլոր մեկնաբանությունները կհասնեն։ Հիմա չէ, adekvate որ տալիս եք, գալիս եք։ Մեր հավաքը հեսա սկսում է, ուրեմն ասենք ինչում նախընտրել։ Ուրեմն 40 մի վայրկյան, 48 անուն ազգանունը հատ չեմ հիշում, խոշոր բաներ մի վայրկյան, չէ հիշում եմ չեմ ասելու ու սա պայման նախի չենք ասելու, ասեմ ինչու, որովհետև որ մեկի անունը տանք մյուսինի չտանք ասելու նա սրա խաղն է, ինչի հիմա ուրեմն լուրջ իսկապես այն է, որ դատախազությունը մեզնից բոլորից ավելի լավ գիտի անուն ազգանունները, հիմա մեր պահանջը նրան մալնելու, մի վայրկյան էլի, մենք ասելու, չէ մի վայրկյան, դուք ուզում եք ասեք Սանդրա Շախարամանյանից պահանջելու ոչ մի բան չկա, դեր բայերին չի եք ձեզ հակասում։ Վերջին նախագահն է եղել, իհարկե ունեք, ինքն էլ շատ ինֆորմացիայի տիրապետում։ Դե հիմա մեր պահանջը նրանում է, գնացել հարցաքննվել է այդ թող գնա դատախազություն, հիմա հարցը ուրիշ բան է, որ արագացնեն գործընթացը։ Պարոն Օսիպյան, բայց տեսակետ կա, ասում են ինչի ձեզնից չեք սկսում, որտեղ ձեր շարքերում մարդիկ կան, օրինակ ստացել են փոխառություններ եւ չեն վերադարձել։ Ուրեմն նայեք ոնց ենք մենք մի վայրկյան, հələ մի վայրկյան, ուրեմն մենք ներդրումային հիմնադրամի մասին եմ։ Հենց ներդրումային հիմնադրամի մասին եմ խոսում։ Ուրեմն մենք որ ասում ենք կոռուպցիա, մենք կոռուպցիայի դեմ պայքարը ոնց ենք պատկերացնում, որ դատախազությունը ցուցակը հարապարակելու է եւ վերևից ամենախոշորից սկսելու ենք։ Հերիքա, երբ որ խոսում ենք կոռուպցիայից, ասում է բանդեղն էլ մեկը մինիու է ստացել, բա մեկը, չգիտեմ, $50,000 ստացել տոնորեմ։ Մենք դրա մասին չենք խոսում հասարակ քաղաքացիները, եթե կարա ինչ որ մի բան իրանց ասելա։ Մենք խոսում ենք $467 միլիոն, դա Արցախի առաջնագծի ամեն մի կիլոմետրի վրա $2 միլիոն է հասնում։ Եվ այդ $467 միլիոն 25 միլիոն դոլարով, 27 միլիոն դոլարով, 20 միլիոն դոլարով, այսպիսի բաշխումներ ա եղել։ Հերթականություն եք որոշել։ Հիմա մի վայրկյան շատ կարևոր բան եմ ասում։ Թող մեր ինգերներն ընդամենը անցած անգամ դատախազություն ահագին անգամ են գնացել, որավեր։ Շենքի դիմաց չեք գնալ։ Բայց ես չեմ ասում դուք անգաժիրованные լրատվամիջոցներ եք, ուզում եք քաշտակ տանեք, դե չի ստացվելու։ Ուրեմն մի վայրկյան։ Հարց ենք տալիս։ Մեր հարցը կոնկրետ է։ Չեք պատասխանում մեր հարցերին։ Չկա այդպիսի հարց, որ ինձ տված են ստեղ ձեր համար ոչ ԿՊ-ի падգամավորանս կաղնած, ոչ բանա Հայաստան դաշինքը, ոչ էլ պատիվ ունեմ։ Այդպիսի հարց չկա, որ Արտուր Օսիպյանը չի պատասխանում։ Ինչու չեք գնում։ Ասում եմ գնացվել է։ Հիմա մի վայրկյան, հերթով գալիս ենք, հələ մի հատ տեսնենք ստե ինչ է ասում։ Պահանջեք, իրենց էլ պահանջեք։ Մենք կաշկանդված չենք ոչ մեկից պահանջ, խե թալանչիներից չենք պահանջելու, խե Միչև Նիկոլ Փաշինյան։ Ասում ենք, ասեք ովքեր են վերցրել այդ գումարը։ Հիմա ես ասում եմ դուք ինչ դաշտ եք ուզում տանեք, որ մեկի անունը տանք, մեկին չտակ ասեն։ Չի մանա ու մասին։ Ժողովուրդը ուրեմն պետք է իմանա այդ անունները լրիվ մի վայրկյան։ Եթե ժողովուրդը, երբ որ ժողովրդին այդ ցանկությունը լինի, այդ 48 հոգանոց ցուցակ այս են ժողովուրդ։ Երբ որ ասեմ պետքա 48 հոգանոց ցուցակը մի կայքում կհրապարակենք, ասենք ժողովուրդ նայեք, հրապարակված է, ինչ որ խոսում եմ հրապարակային տվյալներ։ Պարոն Օսիպյան, իսկ ինչու եք Արցախի նախագահի պաշտոն